վասնզի չի տեսներ զանիկա ու չի ճանչնար զանիկա, բայց դուք կճանչնաք զանիկա, վասնզի ձեր քով կբնակի եւ ձեր մեջ պիտի լա, եւ ասում է ձեզ որ չեմ թողիր կուգամ ձեզի, այսինքն առանց Սուրբ Հոգու, առանց Աստծո մարդը որփացած է քուրեր եղբայրներ ջան, թեև ունի ծնողներ, թեև ունի հայր մարմնավոր, բայց եթե չունի իր հավիտենական հորը, Աստծո Սուրբ Հոգին չունի, ինքը որփացած է քուրեր եղբայրներ ջան, եւ ասում է իր որփության մեջ, այդ սովի ծարավի մեջ ասում է կոռնակ, դրա համար Աստված օգնական լինի Տերը մեզի որ չի թողե, ասում է կգամ ձեզի, ձեր մեջ կլինեմ, ձեզի Աստված կլամ հավիտյան։ Եվ ասում է քիչ մը ատեննալ աշխարհ զիս պիտի չտեսնե, բայց դուք պիտի տեսնեք զիս։ Վասզի կենթանի եմ եւ դուք ալ կենթանի պիտի ըլակ։ Այն օրը պիտի գիտնաք, թե ես իմ հորս մեջն եմ, դուք ալ իմ մեջս եք, ես ալ ձեր մեջը։ Ան որ իմ պատվերներս կբռնե ու կպահե զանոնք, անիկա է զիս սիրողը, եւ ան որ զիս կսիրե իմ հոր մեզ պիտի սիրվի, եւ ես զանիկա պիտի սիրեմ, եւ ինքս ինքս անոր պիտի հայտնեմ։ Հիսուս այո ասում է, ես ինքս ինքս պիտի հայտնեմ անոր, քուրեր եղբայրներ ջան։ Եվ կուզենամ այստեղ կարդամ հին ուխտի մեջ, տեսեք Եզեկիելի մեջ, Եզեկիել 37:14-ը, ասում է, եւ իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ, պիտի կենթանանաք ու ձեր երկրի մեջ ձեզ պիտի հանգստացնեմ ու պիտի գիտնաք, թե ես Տերս խոսեցա ու ըրի։ Տիրոջ անունը փառավորվի, ասում է իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ։ Սուրբ Հոգու մասին ասում քուրեր եղբայրներ ջան։ Ոնց որ ասեցի, Սուրբ Հոգին եկել այսօր, այո եկեղեցին, այո ծնունդ ա տվել, մեր ներսը ծնունդ ա տվել, վերստին ծնունդ ա տվել, ով որ կհավատա Քրիստոսին, ով որ կընդունի, այս ակտը սկսում է կատարվել այդ անձի ներսը։ Եվ մեկ համար էլ կուզենամ կարդամ Հովել 2:28-ից։ Ասում է ասկե հետո իմ հոգիս ամեն մարմնի վրա պիտի թափեմ ու ձեր տղաքը եւ ձեր աղջիկները պիտի մարգարեանան եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, ծերերուն վրա ու աղախիններուն վրա ալ այն օրերը իմ հոգիս պիտի թափեմ ամեն։ Տիրոջ անունը փառավորի։ Սա Աստծո խոսքի խոստումն է, քուրեր եղբայրներ ջան։ Աստծո Սուրբ Հոգին այո եկել է մեր վրայա, եթե ես կընդունեմ, այո նաև կբնակվի իմ մեջս։ Հավիտյան իմ Աստվածը կլա իմ մեջ կբնակվի եւ խոսքի համաձայն ասում է, ձեզի Աստված պիտի լամ, ձեր մեջ պիտի բնակեմ եւ դուք իմ մեջս եւ ես էլ ձեր մեջ։ Աստծո ուզածը սա է, այո, որ մեկացնի քուրեր եղբայրներ ջան։ Մեկացնի մեկ իր խորհրդի մեջ, իր հարց եկեղեցու մեջ, հավիտյան իր հետ պետք է լինեն քուրեր եղբայրներ ջան։ Այս բանի համար ուզում եմ սրտանց փառտանք, աղոթքի կանգնենք, եկեք աղոթքի կանգնենք, մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ, թող մեր հոր սերը, ոնց որ կարդացի, Սուրբ Հոգու միջոցով տարածվի մեր ներսը, այդ շինարարությունը գնա, կառույցը գնա, Աստծո Սուրբ Հոգին, այո, բնակվի հավիտյան մեզի հետ։ Փառք ես Տեր իմ Աստվածաշան։ Սրտան շնորհակալ ենք Տեր Հիսուս ջան։ Մենք հիմա այսօր քո առջևը ենք Տեր իմ Հիսուս ջան։ Այո, եկել ենք քո առջևը, որ օրհնես մեզի Տեր ջան։ Մինչև չօրհնես, քեզի բաց չենք թողնելու Տեր իմ Աստված ջան։ Այդ հավատքով ենք եկել Տեր Հիսուս ջան։ Լեցնես այսօր մեր ներսը, լեցնես քո հոգիով Տեր ջան, լեցնես քո խոսքով Տեր իմ Աստված ջան։ Այստեղ ներկա գտնվողները Տեր Հիսուս ջան, թող լսեն քո խոսքը, հավատ կառաջանա Տեր իմ Աստված ջան։ Շարժես մեր ներսը Տեր իմ Հիսուս ջան։ Դու գիտես այստեղ ամեն մեկի ներսը, կոտրված սրտերը, հուսահատվածները Տեր ջան։ Հիսուս ջան, դու կարաս ամեն մեկին էլ դարման արես։ Այո, քո Սուրբ Հոգին մխիթարիչ հոգի է Տեր ջան։ Այսօր կմխիթարի քո Սուրբ Հոգին մեզի Տեր իմ Աստված ջան։ Բոլոր մեր իրավիճակներից, բոլոր մեր հարցերից Տեր իմ Աստված, դու մխիթարող հոգի ես Տեր ջան։ Լեցնես այսօր մեր ներսը, թող ընթրիք կատարվի այսօր։ Այո, դու մեզի որբ չես թողես աշխարհի մեջ, դու Տեր ես կանգնե մեզի, անունդ փառավորվի Հիսուս ջան։ Շնորհակալ ենք քո խոստումների համար, շնորհակալ ենք քո արածիդ համար, որ Գողգոթայում կատարվել է, 2000 տարի կատարվել է, մեզի մնում է հավատքով ընդունենք սա, հավատքով այս ակտը ընդունենք եւ այս կյանքը կլեցվի մեր ներսը, այս շնորհքը կգա մեզի վրա Տեր Հիսուս ջան, անունդ փառավորվի։ Մեր հետագան հանձնում ենք քո ձեռքերի մեջ, խնդրում ենք այսօրվա պաշտամունքի համար Տեր իմ Աստված ջան, ինչպես առաքյալների օրերում կատարվավ, ինչպես Պենտեկոստե կատարվավ,
այսօրվավ, շարժեցավ այդ տեղը, շարժեցավ այդ վայրը, անունդ փառավորվի, թող այսօր մեր ներսը շարժվի, կենթանի շինարարություն լինի, քո հոգին լեցնի, քո խոսքը լեցվի Տեր իմ Աստված ջան, մեր սրտերը ուրախանա քեզանով, երկրպագի քեզի, որպես Աստված, որպես ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոս, որ խաչ է ելար, հանձնարար այդ խաչի պատիժը Տեր իմ Աստված, սա մեր պատիժն էր, որ դու առար քեզի վրա Տեր Հիսուս ջան, եւ Տեր Հիսուս ջան, այսօր դու կենթանի ես, հարության առած Քրիստոս ես եւ բարեխոս ես յուրաքանչյուրիս համար, ով կդիմի քեզի, ով կգա քեզի Տեր իմ Աստված, դու մեկը դուրս չես անի, ապա կընդունես ամեն մեկը, շնորհակալ ենք Տեր իմ Հիսուս ջան, այս խոստումներիդ համար, այս խոսքերիդ համար, այս մարգարիտների համար, որ Տեր Հիսուս ջան տվել ես մեզի, փառք ենք տալի քեզի, հետագա ընթացքի համար ենք աղերսում, հետագա ընթացքի համար ենք խնդրում, որպեսզի Տեր ջան դու պատտվես այս շարքերով, մոտիկանաս Տեր Հիսուս ջան, մեկը դուրս չմնա, ամեն մեկի միտքը Տեր Հիսուս ջան, սիրտը բացի քո առջև է, քո խոսքի առջև, եւ քո խոսքը լույս ճառագի Տեր իմ Հիսուս ջան, կենթանացնելու այո քո խոսքի համաձայն Շնորհակալ ենք Տեր իմ Հիսուս ջան, գոհությունով են գալի Տեր իմ Աստված ջան, շնորհակալությունով են գալի Տեր իմ Աստված, դու ամեն աղեկը կանես քո զավակների համար Տեր Հիսուս ջան, եթե մենք էլ այսօր տրտնջացել ենք ներես մեզի Տեր իմ Հիսուս ջան, ներողությունով են գալի քո առջևը, զղջումով են գալի Տեր իմ Աստված, դու ամենալավն ես անում մեզի Տեր ջան, դու քո զավակների համար ամենաաղեկն ես անում Տեր ջան, մեր խելքը շատ անգամ չի հասկանում Տեր իմ Աստված ջան, բայց դու ճշմարիտ Աստված ես եւ դու Տեր ես կանգնե մեզի, շնորհակալ ենք սրտանց, փառավորում ենք անունեցում, շնորհակալությունով են գալի քո առջևը, հետագան հասնում ենք քո Սուրբ Հոգու տնօրինության տակ, փառավորվես, մեծարվես, որին դու արժանի ես, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, հալելույա։ Սուրբ Հոգին սիրում է քեզ, Սուրբ Հոգին կտիրի քեզ, եթե ուզես, Սուրբ Հոգին հպում է քեզ, Սուրբ Հոգին կգրկի քեզ, եթե ուզես, Սուրբ Հոգին սիրում է քեզ, Սուրբ Հոգին կտիրի քեզ, եթե ուզես, Սուրբ Հոգին հպվում է քեզ, Սուրբ Հոգին կգրկի քեզ, եթե ուզես, միայն խնդիր դու նրան, դե արի Սուրբ Հոգին ու ընդունիր քո սրտում, որպես Տեր փրկություն եւ օրհնություն, միայն խնդիր դու նրան, դե արի Սուրբ Հոգի ու ընդունիր քո սրտում, որպես Տեր փրկություն եւ օրհնություն։ Սուրբ Հոգին կտիրի քեզ, Սուրբ Հոգին տիրի քեզ, եթե ուզես, կվարի նա քո կյանքում, սիրո լույսը քո սրտում, եթե ուզես, քո ճամփան նա կհարթի ու քեզ երկինք կտանի, եթե ուզես, միայն խնդիր դու նրան, դե արի Սուրբ Հոգի ու ընդունիր քո սրտում,
որպես Տեր փրկություն եւ օրհնություն միայն խնդիր դու նրան դե արի Սուրբ Հոգի ու ընդունիր քո սրտում որպես Տեր փրկություն եւ օրհնություն Արագորվի մեր Աստվածը եւ տա մեզի շնորհք, որովհետեւ մենք կարողանանք ոչ թե մենակ խոսքերով, ապա մեր ապրած կյանքով էլ մեր Տերոջը ներկայացնենք։ Սիրելիներ, երանի թե այսօր մենք կարողանանք Աստծո սերը լման հասկանալ, որովհետեւ Աստված, որ մեզ սիրեց, նա որ մեզ ստեղծեց, գրված է, որ նա մեզ ստեղծեց իր պատկերով եւ իր նմանությունով։ Բայց մենք գիտենք, որ Սուրբ գրքի մեջ մարդուն Աստված ուղիղ ստեղծեց, գրված է ժողովողում, բայց մարդիկ հնարքներ փնտրեցին, այսինքն մարդը ծրվեց, եւ երբ որ շեղվեց Աստծո պատվիրանից, ինքը մեղք գործեց, եւ այդ հանցանքը եղավ շատ մեծ ծանր նստեց, այսպես ասեմ, ծանր նստեց, այսինքն Աստծո ներկայությունը մարդուց հեռացավ, մարդը, Աստծո ստեղծած մարդը մեռավ, սիրելիներ, հոգեպես մեռավ, բայց ահա մենք տեսնում ենք Աստծո սերը, սիրո մեծությունը, նրա խորհրդի մեծությունը, սիրելիներ, այդքանով չբավարարվեց ու չվերջացավ։ Աստված, որ մի գործը սկսել է անելու, նրա արած գործը միշտ հիշենք, հավիտենական գործ է, ժամանակավոր չէ, եւ առաջի մարդը Ադամ կորցրեց իր պատկերը Աստծո, բայց այդ մարդը առաջի հողից էր պատրաստած, եւ ինչպես այսօր մենք էլ որ ծնվում ենք, որովայնի մեջ, էլի հողից ենք մենք, սիրելիներ, բայց հայրը կամեցավ, որ մեզի երկնային մարմին հագցնե, որ այդ մարմինը այլևս էլ չի մեռնում, էլ ցավ չունի, էլ ոչ մի այսպեսի տառապաններ չի քաշելու, ահա Աստծո խորհրդի մեծությունը, որ առաջ որ Աստված պատրաստեց մարդուն իր պատկերով նմանությունով, երկրորդ պատկերը Քրիստոսն է, որ մենք մեր վրա հագնում ենք եւ պետք է լինենք Քրիստոսի նման, այսինքն ավելի մեծ փառավոր, ավելի մեծ սքանչելի տեսք տվեց մեզի Աստված իսկական Աստծո որդիներ լինելու։ Դրա համար էլ մենք այսօր հիշում ենք այդ հրաշալի խոստմունքը, որը որ Տերը ուղարկեց երկրի վրա, դա Սուրբ Հոգին է։ Եվ Սուրբ Հոգու միջոցով երկրի վրա ծնվեց Քրիստոսի եկեղեցին, որն է Քրիստոսի մարմինը։ Դա նշանակում է, որ տեսեք, Քրիստոսը համարվում է գլուխը։ Մենք իր մարմինը ինչ ասա նշանակում, որ մենք մեկացել ենք Քրիստոսի հետ։ Դա նշանակում է, որ Քրիստոսը մեզանից հեռու չէ, մենք այս կողմ, նա մեր հետ է։ Մենք իր մեջ ենք, ինքը մեր մեջ է, մենք մեկ ենք Քրիստոսի հետ։ Եվ այդ խոստմունքները, որ մեզ տրված են, հավիտենական կյանքը մտնելու եւ երկինքը ժառանգելու, սիրելիներ, ամեն ինչը Սուրբ Հոգու միջոցով է արվում այսօր մեզի։ Եվ այս Սուրբ Հոգին, ինչպես եղբայրը կարդաց, ես էլ եմ ուզում այդտեղ ընթերցել եւ մի քանի ուրիշ տեղեր էլ։ Սուրբ Հոգու համար Տեր Հիսուսը ասեց, որ ես ձեզ որբ չեմ թողնի, հապա ես ձեզի կգամ։ Նորից եմ այդտեղ ընթերցում Հովաննու 14-րդ գլխից է։ Ես հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ մը պիտի տա ձեզի, որբեսի հավիտյան ձեզի հետ բնակի։ Ես մի ժամանակ կարծում էի, թե ժամանակավորը, բայց ինչ է ասում գիրքը, հավիտյան ձեր հետ բնակի։ Դու ուրախ ես, թե ուրախ չես։ Սուրբ Հոգին հավիտյան քո մեջ պիտի բնակվի, քո հետ պիտի լինի։ Եվ այս խոսքը չի փոխվում։ Նրանք, ովքեր ընդունել են Սուրբ Հոգին, նա հավիտենական է մնում մարդու մեջ, այդպես է ասում Տերը, հավիտյան ձեր հետ բնակի։ Ճշմարտության Հոգին, որ այս աշխարհը չի կրնար ընդունել, վասնզի չի տեսնե զանիկա ու չի ճանչնար զանիկա, բայց դուք կճանչնաք զանիկա, վասնզի ձեր քով կբնակի եւ ձեր մեջ պիտի ըլլա, օրհնյալ լինի Տերը։ Եվ այն օրը, երբ որ
Սուրբ Հոգին իջավ եւ լեցվեցին աշակերտները, նրանց վրա իջավ ամեն մեկի վրա առանցին կրակե լեզուներ, դա նշանակում է 120 հոգի չափ այնտեղ հավաքված էին, ինչպես գրված Ավերնատան մեջ, եւ 120-ից երևի եւ ավելի լեզուներ, տարբեր լեզուներ իջան աշակերտների վրա եւ նրանք լեցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին այդ լեզուներով խոսել, որ Սուրբ Հոգին իրենց խոսել կուտար, եւ այդպես սկսեց տարածվել Սուրբ Հոգու զորությունը եւ ծնվեց եկեղեցին երկրի վրա։ Հիմա ուզում եմ կարդալ Գործկարաքելոցից, որտեղ Տերը նախքան համբարնալ լեռան վրա, երբ որ աշակերտները իր մոտ էին, ինչ ասեց Տեր Հիսուսը իր աշակերտներին, երբ որ գրված է Գործկարաքելոցի առաջի գլուխ, եւ անոնքալ մեկտեղ գալով կհարցնեին իրեն ու կսեին Տեր, Իսրայելի թագավորությունը այս ժամանակին մեջ նորեն պիտի հաստատես, աշակերտները սպասում էին թագավորությունը հաստատվելուն, բայց նախքան թագավորությունը հաստատվելը Քրիստոսը մի հատ կարևոր գործ ուներ անելու երկրի վրա, իմ եւ քո մեջ մեղքի հարցը լուծելու, որովհետեւ ասեց Տեր Հիսուսը նա, որ մեղք կգործե, մեղքի ծառա է։ Եթե մեկ այսօր մեղք կա գործում հաց ուտելու պես, դու մեղքի ծառա ես։ Ես մեղքի ծառա եմ, եթե մենք մեղքը գործում ենք առանց զղջանալու, առանց վախենալու, առանց այսպես ասած փոշմանելու, որ մենք դա անում ենք։ Այն բնությունը, որ փոխվել է մեր մեջ, բերել է երկնային բնություն, Տեր Հիսուսը ուրեմն հրաշալի գործ է սկսել մեր մեջ։ Եվ այստեղ աշակերտները ասում են հիմա պիտի լինի Չէր, ասում է Տերը, եւ ըսավ անոնց, ձեզի չի վերաբերի ժամերը ու ժամանակները գիտնալը, զոր հայրը իր իշխանությանը մեջ դրավ, բայց հոգվույն սրբոտ ձեր վրա եկած ատենը, զորություն պիտի առնեք, ու ինձի համար վկաներ պիտի լինեք Երուսաղեմի մեջ, բոլոր Հայաստանի ու Սամարիայի մեջ, ու մինչև երկրի ծայրերը, ինչ պիտի առնենք, զորություն պիտի առնենք վերեն եւ վկաներ պիտի լինենք։ Քրիստոսն ասեց, դուք եք աշխարհի լույսը, դուք եք երկրի աղը։ Սիրելիներ, հիմա այսօր որպեսզի մենք լինենք այդ վկաները մարդկանց աստվածային այդ լեցունությունը ես ու դու պետքա ամեն անգամ ունենանք։ Մեկ անգամ մկրտվեցին աշակերտները, երկրորդ անգամ չեն մկրտվում։ Մի անգամ մկրտվում ենք, երկրորդ, երրորդ եւ անընդհատ պետքա լեցվենք Սուրբ Հոգով։ Մենք դա տեսնում ենք աշակերտների կյանքում, հենց Գործկարաքելոցի մեջ, որտեղ որ այստեղ աշակերտները արդեն հալածվում էին հավատքի համար եւ միաբան հավաքվեցին եւ աղոտ կարեցին եւ էսի գրված է Գործկարաքելոց 4-րդ գլխում եւ հիմա ով Տեր նայիր անոնց սպառնալիքներուն եւ շնորհեք ու ծառաներուդ որբեսի բոլոր համարձակությունով քո խոսքդ խոսինք քո ձեռքդ երկնցնելով բժշկելու եւ սուրբ որդուդ Հիսուսի անովը նշաններ եւ հրաշքներ ըլալու ու երբ անոնք աղոտ կրին շարժեցավ այնտեղը ու ժողված էին եւ ամենքը Սուրբ Հոգով լեցվեցան եւ Աստծո խոսքը համարձակ կխոսեին ուրեմն շատ կարեւոր բան է սա որ ես ու դու որ այսօր ունենք Սուրբ Հոգին եւ ովքեր վել չունեն չեմ ասում հիմա պահանա եւ մենք կարող ենք այս պահը օգտագործել խնդրել որ Տերը լեցնի մկրտի Սուրբ Հոգով բայց մենք որ մկրտված ենք մենք պետք է լեցվենք Պողոս Արաքյալն ասում է մի գինով ցեք գինիով ապա Սուրբ Հոգիով լեցվեցեք մենք պետք է լեցվենք ես տեսնում եմ դա իմ համար իմ կյանքում որ ես կարիք ունեմ այս համարձակություն ունենալու որովհետեւ ես կարողանամ կանգնել եւ Հիսուսի համար վկա լինել եւ այստեղ ես նկատեցի որ առաքյալները այսպեսի խոսք են ասում է եւ հիմա ով Տեր նայիր անոն սպառնալիքներուն ու շնորհե քո ծառաներուդ որովհետեւ բոլոր համարձակությունով քո խոսքդ խոսենք քո ծառաներուդ դու այսօր տեսնում ես քեզ որպես ծառա Աստծո դու ես որովհետև Հիսուսն ասեց չէ ասեց նա որ մեղքը գործում մեղքի ծառա է
բայց նա որ արդարություն է գործում, մենք արդարության ծառաներն ենք, մենք այսօր Աստծո ծառաներն ենք, եւ սա մենք պետք է մեր ներսով հավատանք, հասկանանք եւ վերջացած լինի աշխարհը մեզ համար, որովհետեւ ինչպես եղբայրն ասեց, ժամանակավոր է, ես տեսնում եմ հիանալի տեսարանը, դիմացը, ծովը, շատ գեղեցիկ, ամեն ինչը լավ է, բայց մենք մի բան պետք է հիշենք, որ սա պիտի անցնի, բայց Աստված նոր երկինք եւ նոր երկիր է պատրաստել իր ժողովրդի համար, իսկ մինչ այդ օրը գալը մենք այսօր երկրի վրա ունենք ծառայություն, նախ երկու բան, մեկը վկա լինելու, մյուսը շինություն առնելու, սիրելիներ, Սուրբ Հոգով լեցվելու եւ շինվելու որպես Քրիստոսի մարմինը։ Դրա համար որպեսզի Սուրբ Հոգին մեր մեջ գործանի, նաեւ մեզ պետք է որ մենք մեր ներսը մաքրենք Սուրբ Հոգու ձեռքով եւ այդ ներսի մաքրությունը իրապես անում է Սուրբ Հոգին նորից ելներ այս օրհնյալ Սուրբ Հոգին նա մխիթարիչն է Աստծուց եկած Աստված երեք դեմքով է հայտնվում գրված նա արարիչ է նա փրկիչ է նա մխիթարիչ է իհարկե չեմ ասում մնացած շատ անուններ ունի բայց հիմնականում սա է արարիչ նա ստեղծեց երկինք եւ երկիր եւ ստեղծեց մեզ փրկիչ որտեղ ստեղծած մարդը մեղ գործեց եւ կորսվեցավ եւ նա եկավ երկնքից մեզ փրկելու նա փրկեց իր արյունով մեզի գնեց մխիթարիչ նա ուղարկեց Սուրբ Հոգին որ այսօր ներկա դրությամբ մենք նրա մեջ ենք եւ նա մեր մեջ մեզ մխիթարելու մեր նեղությունների մեջ դժվարությունների մեջ թե մենք այսօր հալածանք չունենք հալածանքների նեղությունների մեջ մինչեւ Տերը երկրորդ անգամ հայտնվի եւ սիրելներ նաեւ մենք այն ընթացքի մեջ ենք որ պետքա շինություն առնենք եւ մեր ներսը պետքա նորոգվի նորից Սուրբ Հոգու ձեռքով եւ ես ուզում եմ այստեղ ընթերցել եւ աղոթքի գալ ուրեմն գրված է Հռոմեացիներին ուղված նամակի մեջ նորից 5-րդ գլուխ եւ հույսը ամոթով չի ցկեր վասնզի Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է հոգվույն սրբո ձեռքով որ մեզի տրվեցավ վասնզի երբ մենք դեռ տկար էինք հարմար ժամանակին Քրիստոս ամբարիշներուն համար մեռավ վասնզի արդարիմը համար հազիվ կլա որ մեկը մեռնի բայց բարի մարդումը համար կարելի է որ մեկը համարձակի մեռնել սակայն Աստված իր սերը մեր վրա հայտնեց երբ դեռ մեղավոր էինք Քրիստոս մեզի համար մեռավ ուրեմն հիմա որ իր այրունով արդարացանք որչափ ավելի պիտի ազատենք բարգությունեն վասնց եթե մեր ճշտամի եղած ատենը Աստծո հետ հաշտվեցանք իր որդուն մահովը որչափ ավելի մեր հաշտված ատենը պիտի ապրենք անոր կյանքովը սեներ ուրեմն այսօր մեզ տրված է Սուրբ Հոգին եւ սա Աստվածային կյանքն է իմ եւ քո մեջ որովհետեւ այդ կյանքով մենք ապրենք մեր կյանքի մնացած ատենը Փառք Տիրոջը այս մեծ շնորհքի եւ մեծ ողորմության համար եկեք աղոթ կանենք խնդրենք ինչպես աշակերտները խնդրեցին որ տա մեզ համարձակություն որ մենք լեցվենք Սուրբ Հոգով ու լեցվենք Աստվածային սիրով որպեսզի համարձակ լինենք Տիրոջ համար կանգնելու եւ վկայելու Աստծո մեծամեծ գործերը Փառք Տիրոջը Փառք քեզ Տեր Գոհություն քեզի Հայր Գոհություն քեզի Holy Father Փառք քեզ Տեր Oh Trimas Figadamas Hallelujah Glory Father Oh Rimadebasia Father Elohim Glory Father Elohim Prigraman and Son Holy Jesus Փառք քեզ Տեր Փառք քեզ Տեր Փառք քեզ Տեր Սուրբ Հոգիդ համար Փառք քեզ Տեր Քրիստոսի համար մենք եկել ենք քո առջև Ես եկել եմ քո առջև ինչպես որ կանք եկել ենք լեցվելու Սուրբ Հոգով Տեր ջան որ դու մեզի լեցնես եւ որտեղ որ չկար Սուրբ Հոգով մկրտես ովքեր կարիք ունեն ովքեր չունեն Սուրբ Հոգին այսօր ստանան Սուրբ Հոգի Տեր Հիսուս որովհետեւ վերստին ծնունդով մեկանան քո հետ միանան քո հետ որովհետեւ մենք լեցվենք քո աստվածային կյանքով եւ սորությունով որովհետեւ մեր կյանքի մնացած օրերը ապրենք Սուրբ Հոգով ապրենք սիրով լեցված
եւ քեզի ապավինած Տեր, շնորհակալ ենք այս րոպեների համար, այս վայրի համար, խնդրում ենք օրհնությունը եւ օծությունը, խնդրում ենք, որ դու լեցնես մեզի, գրքին անգամ լեցնես մեզի, որովհետեւ մենք լեցված լինենք, ինչպես գավաթը լեցված է ու կթափի, այնպես էլ մեզանից թափվի Սուրբ Հոգին բխի մեր փորից, կենթանի ջուրի գետերը Տեր, դու գիտես ինչպես է մեզ պետք լեցվել Սուրբ Հոգով եւ ինչպես է մեզ պետք լեցվել սիրով, որովհետեւ մեր մեջ բնակվի Քրիստոս, ու մենք ճանաչենք քեզի Տեր, ու մենք նմանվենք քեզի Տեր, Փառքես Քրիստոս, Փառքես Հայր Աստված, Սուրբ Հոգիդ համար, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք այս մեծ սիրո եւ մեծ ողորմությունների համար, մենք սպասում ենք քեզ Տեր, մենք սպասում ենք օրհնություններին, քո ողորմություններին սպասում ենք Տեր, թակում ենք դուրը ու դու բացես մեզի, խնդրում ենք ու դու պիտի տաս մեզի, խնդրում ենք ու պիտի գտնենք քեզի Տեր, որպեսզի չկորսվենք, այստեղ Տեր Հիսուս դու գիտես ամեն մեկի սիրտը, ամեն մեկի միտքը, դու գիտես վիճակները, այցելություն արա Տեր, որտեղ պետք է, այնտեղ մտիր Հիսուս, որտեղ խավար կա, այնտեղ թող լույս լինի, Հիսուսի հրամանով, թող լույս լինի այս պահին Տեր, դու մտնես Քրիստոս, մենք հրավիրում ենք քեզ ներս, մեր սրտերից ներս ենք հրավիրում, դու մեր Աստվածն ես ու մեր Փրկիչն ես, մենք տկար ենք, մենք թույլ ենք, առանց քեզ ոչինչ ենք, բայց քեզանով ամեն ինչ ենք Քրիստոս, քո տված զորությունով եւ քո տված սիրով եւ հավատքով մենք կարող ենք ապրել, քայլել, գործել, դու ասեցիր, նա որ ինձի կհավատա, նույն գործերը պիտի անե եւ անկե ավելի մեծ գործեր պիտի անե, թե մենք այսօր քո ծառաներն ենք երկրի վրա, քեզ փառավորելու, խնդրում ենք, որ դու մեզ լեցնես զորությունով, լեցնես Սուրբ Հոգով, շնորհակալ ենք քեզանից Տեր, ահա մենք բոլորս քո առջևդ ենք Տեր, թող բացեն իրենց սրտերը, թող իրենց սրտերը բացեն, բացեք ձեր սրտերը, եթե չկա Հիսուսը, եթե չկա Սուրբ Հոգին, խնդրե Տերոջը, ասա ներս արի Տեր, ես հավատում եմ քեզ, ես սպասում եմ քեզ, դու երկնքից եկար, որի մեջ բնակվես, ես ընդունում եմ քեզ, նրանք ովքեր ընդունեցին, նրանց իշխանություն տվավ Աստծո որդիներ լինելու, փառքես Տեր, մենք գոհանում ենք քեզ անից, մենք շնորհակալություն ենք հայտնում, ես սպասում ենք քո այցելությանը, Հիսուս Քրիստոսի անունով, փառքես, հալելույա, ամեն։ Այս լավ օդը շնչելով Աստծուն փառավորում ենք։ Նախ ես շնորհակալ եմ, որ բոլորը դեկաք, չմերժեցիք Աստծո հրավերը, Աստված սրանից մեծ բան չէր կարող անել մեզի մեր ընտանիքի համար, որ ամբողջ եկեղեցին կար եւ միասին ստեղ պաշտամունք մատուցան էինք։ Ուզում եմ մի հատ բան հիշեցնեմ մեր Լեննագանի ապաշխարության տարիներից, ով որ Լեննագանից է գիտեն, սա մեր վաղ խստություն են եղած։ Մի տարի որոշեցինք, այսպես եկեղեցով ծնունդը, հունվարի 6-ը, այն ժամանակ եկեղեցի չունեինք մեծ, հավաքվենք մի հատ մեծ դահլիճի մեջ նշելու համար։ Եվ մի հատ դպրոցի դիրեկտոր կար, որ ինձ ծանոթ էր, միասին էինք սովորել։ Դրան տեսա, խոսեցինք, ասեց եկեք ֆիզկուլ դահլիճը ցեզի կտամ, արեք, ասի եկեղեցի ենք, բան, հա, բան։ Եկանք, հավաքվանք ամսի 6-ին, այստեղ են, որ իմացավ մենք ավետարանական ենք, բողոքական ենք, մի անգամից վեր թռավ, չէ, ես գիտեի եկեղեցուց քահանաներ դիկան բան դենեմ, մի խոսքով դուրս հանեց, 200 հոգի կայինք, երկճախումբը պատրաստվել է, նվագողները պատրաստվել են, այն ժամանակ սպես բաներ չկար, չուտակ էր, բաներ պատրաստվել էին, մի հատ էլ փոքր սինթեզատոր էր, ինչ անենք, Գրիշա եղբոր հետ մի հատ ընկեր ունեինք, ստադիոնի դիրեկտորն էր, կարող եք դենան եղբայրները, Հրաչի վայնը, գնացինք Հրաչին,
տնից հանենք լողանում էր։ Բանիսից հանեցինք դուրս, ասենք հրաչ ստադիոնը պիտի տրամադրես, որ պաշտամու կանենք։ Մարդը հատկաց չարեց, տվեց, թույլ տվեց, որ գնանք ստադիոն։ Գնացինք նստարանների վրա այսքանցյուն։ Մաքրեցինք մի կերպ ժողովուրդով գնացինք հիմա նստանք։ Նվագողներն էլ ջութագահար, երկող, արդասանող, իրանք էլ սպիտակ սարուշկաներ էին, հարկե սև յուբկաներ, որպես պիտի բան լինի։ Հիմա ասենք երեխեք ջան, պետք չէ որ այդ բաներով ելույթ ունենաք։ Իրանք ասին չէ, որ եկել ենք այդ բանով, հանեցին վերարգուները, շաբիգներով, ժամը 11-ի 12-ի կողմ, ով ինչով որ պիտի ելույթ ունենար, դրանով սկսեցին։ Ամսի 6-ի պաշտամուկը մենք այդպես ձյուների մեջ հունվարի 6-ին արեցինք մի հատ գեղեցիկ պաշտամուկ։ Դրա համար այս փոքր տեղաշարժը ինձ համար բան չէ։ Ոչ ձյուն կա ստեղ, ոչ բան կա, Փառք Աստծո։ Մեր սրտերը պատրաստ են Աստծուն ընդունելու համար։ Թող ամենավատ օրը մեր պես լինի, բայց չեմ կարծում։ Որտեվ Աստծո խոսքն ասում է իմ անունից համար նեղություններ պիտի քաշեք։ Նեղություններ, որովհետեւ հետո Տիրոջ կողմից տրված են լայն օրերը, գեղեցիկ օրերը, մենք իր հետ պիտի վայելենք։ Ուզում եմ Աստծո խոսքին գալով մի երկու տեղ կարդանք։ Առաջինը որ ուզում եմ կարդամ Եփեսացիս գրքի մեջ 11-ից 14 համարներն է ներառյալ առաջի գլուխ։ Հանով մենք ալ ժառանգություն առինք, որ որոշված էր անոր նախասահմանությունով է, որ ամեն բան իր կամքին խորհրդով կգործադրվի, որովհետեւ մենք անոր փառքին գովություն ելանք, առաջվնե Քրիստոսին հուսացողներս, որուն վրա դուք ալ հուսացիք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ասում է առաքյալը, ձեր փրկության ավետարանը, որուն հավատքով խոստացյալ Սուրբ Հոգին շնորհքով կընկվեցաք, որը մեր ժառանգորդ լինելու գրավականն է, մինչև սեփականությունը դարձնենք իր փառքին գովությանը համար։ Սուրբ Հոգով կընկվեցաք, ասում է առաքյալը։ Այսինքն Սուրբ Հոգին ինչքան կարևոր է մարդու հոգևոր կյանքի համար։ Եվ հաջորդ համար ուզում եմ կարդալ, որից հետո պետք է կարդանք այդ համարները Հայտնության գրքից։ Հայտնության առաջի գլուխ, ուրեմն Հայտնության առաջի գլուխ 10-11 համարներն եմ կարդում։ Եվ առաքյալը գրել Հովհաննեսը, եւ կիրագի օրը Հոգին իմ վրաս եկավ, ու ետևես ձայնը լսեցի, փողի ձայնի պես որ գսեր։ Ինչ որ գտեսնես գրքի մեջ գրե, ուղերգե 7 եկեղեցիներուն եւ եկեղեցիների անուններն է թվարկված։ Այսինքն կիրագի օրը Հոգին եկավ առաքյալի վրա, եսավ ինչ որ գտեսնես գրե եւ գրգե։ Եվ այս 7 եկեղեցիների գրվածները, որ մենք կարդում ենք, տեսնում ենք ամեն մեկի վերջապանը վերջանում է նրանով, որ Հոգին լսեք, թե Հոգին ինչ սավ եկեղեցիներին, Հոգին ինչ սավ եկեղեցիներին, այսինքն Հոգին է խոսողը, Հոգին է թելադրողը եկեղեցիներին, որպեսզի իրանց ժողովուրդը եւ ժողովրդի ապաշխարության կյանքը հոգու ներգործության, հոգու ազդեցության տակ ընտանա, որպեսզի ամեն սխալներից զերկ մնանք։ Եվ դրա համար ուզում եմ կարդամ Հայտնության գրքից մի քանի համարներ։ Հայտնության գիրքը մենք գիտենք, որ աշխարհի վերջի նշաններով է լեցված, թե ինչ պետք է կատարվի, բայց հիմնական Հայտնության գիրքը երբ ուշադիր նայում ենք, մի կողմից Գազանի հրեշի չար ուժերի պատերազմն է, մյուս կողմից Հիսուս Քրիստոսի քրիստոնյաների բանակի պատերազմը իր հրեշտակներով, երկուսը իրար դեմելած։ Եվ սկզբից որ կարդում ենք, կարծես թե իշխանություն է տրվում չար ուժերին, հաղթելու հավատքի ժողովրդին, հաղթելու հաղթանակ տանելու, բայց դա ժամանակավոր իհարկե հաղթանակներն են։ Ես ուզում եմ կարդալ 13-րդ գլխից
հայտնության։ Տասերեք գլխից 7-ից 10 համարները։ Եվ Աստծո խոսքը ասում է. անոր իշխանություն տրվեցավ սուրբերուն հետ պատերազմ լելու եւ անոնց հաղթելու։ Անոր իշխանություն տրվեցավ բոլոր ցեղերուն, ժողովուրդներուն եւ լեզուներուն եւ ազգերուն վրա։ Անոր երկրպագություն պիտի ինեն երկրի վրա բոլոր բնակողները, որոնց անունները աշխարհի սկիզբեն ի վեր մորթված գառնուգին կենաց կերկին մեջ գրված չէ։ Ով դի երկրպագություն անե չարի ուժերին։ Բոլոր նրանք, ում անունները գառնուգի կերկի մեջ գրված չեն, ասում է Աստծո խոսքը։ Ով որ գերության քշե, ինքը գերի պիտի տարվի։ Ով որ սրով սպանե, պետք է ինքն սրով սպանվի։ Հոս է սուրբերուն համբերությունը կգրե առաքյալը։ 13-րդ գլխի կարդում եմ 13-ից 17 համարները հիմա։ Եվ նորի շարունակությանն ասում է. մեծ նշաններ կներ, ու մինչև անգամ երկինքեն կրակ կիջեցներ երկրի վրա մարդուց առջև, որ պատկեր շինեն այն գազանին, որ սուրով վիրավորված էր եւ առողջացավ, եւ իշխանություն տրվացավ անոր, որ գազանին պատկերին հոգի տա, որովհետեւ գազանին պատկերը խոսի, ով որ գազանին պատկերին երկրպագություն չունի, անիգա սպանել տա։ Այսինքն այդտեղ խոսում է գազանի հագարագործի գործունեության մասին վերջին օրերի։ Այն կստիպեր բոլորը, այսինքն պզդիկներն ու մեծերը, հարուստներն ու աղքատները, ազատներն ու ծառաները, որ իրենց այդ ցերկի վրա կամ իրենց ճակատների վրա դրոշմ ընդունեն, որբիսի մեկը չկրնա կնել կամ ծախու առնել, բայց միայն այն, որ ունի դրոշմը կամ գազանին անունը կամ անոր անունը թիվը։ Եվ սա էր տված այն իշխանությունը սատանայի ծառաների, որ այս բաներով մարդկությանը մոլորեցնեն, այս բաներով մարդկությանը վախեցնեն։